Բարև ձեզ, այսօր կխոսենք անձնական տվյալներից և դրանց պաշտպանությունից։ Անձնական տվյալը ֆիզիկական անձին վերաբերող տեղեկություն է ցանկացած, որը թույլ է տալիս ուղղակի կամ անուղղակիորեն նույնականացնել անձի ինքնությունը։ Անձնական տվյալների սուբյեկտը դա այն ֆիզիկական անձ է, որին վերաբերում են անձնական տվյալները։ Անձնական տվյալի մշակումը իրենից ենթադրում է մի շարք գործողություններ կամ գործողությունների խումբ, որոնց միջոցով տվյալներ մշակողը տվյալների սուբյեկտի տվյալները մշակում է։ Այդ գործողությունները իրենց մեջ ներառում են անձնական տվյալների մուտքագրումը, ամրագրումը, հավաքումը, համակարգումը, կազմակերպումը, պահպանումը, օգտագործումը, վերափոխումը, վերականգնումը, փոխանցումը, ուղղումը, ուղեփակումը և ոչնչացումը։ Այսինքն այս բոլոր գործողություններից թեկուզ և մեկը իրականացվի, դա համարվում է տվյալների մշակում։ Ընդհանուր առմամբ անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը հարկավոր է, որպեսզի իր տվյալները մշակվեն։ Առանց նրա համաձայնության տվյալները կարող են մշակվել միայն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, որոնցից է օրինակ, երբ կյանքին նրա կամ առողջությանը սպառնացող վտանգ կա։ Տվյալների սուբյեկտի համաձայնությունը տրվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ բանավոր համաձայնությամբ, սակայն բանավոր համաձայնությունը պետք է տրվի այնպես, որպեսզի դրանից հստակ երևա, որ անձը ուղղակիորեն տալիս է իր համաձայնությունը, որպեսզի իր տվյալները մշակվեն։ Սակայն կան տեղեկություններ, որոնք հանրամատչելի են և դրանց մշակման համար անհրաժեշտ չէ սուբյեկտի համաձայնությունը։ Դրանք են օրինակ անձի անունը, ազգանունը, ծննդյան վայրը, ամիսը, ամսաթիվը, մահվան վայրը, ինչպես նաև այն տեղեկությունները, որոնք անձը իր իսկ գործողությունների միջոցով այս կամ այն եղանակով հանրամատչելի է դարձնում անորոշ շրջանակի անձանց։ Մինչև տվյալները մշակելը տվյալներ մշակողը իրավունք ունի ծանուցելու լիազոր մարմնին, որը անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն է։ Իսկ եթե մշակում է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ կամ կենսաչափական անձնական տվյալներ, ապա այդ դեպքում լիազոր մարմնի ծանուցելը պարտադիր է։ Նաև որպես ամփոփում նշենք, որ անձնական տվյալների մշակման ամբողջ գործընթացը լիազոր մարմնի հսկողության տակ է լինում և կիրառվում են այնպիսի տեխնիկական անվտանգության միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր չլինի որևէ կերպ այդ տվյալներին հասանելիությունը այն անձանց կողմից, ովքեր դրանց հասանելիություն չունեն։